է վարագույրը բաց, պատարակ անցկացնել։ Եկեղեցին ապաշխարության այս մեծի պահոց ընթացքի մեջ, բայց այսօր վարագույրները բաց և հաղորդության միջոցով ցանկանում է հաղորդը դարձնել այն մեծ սրտի հիշատակին, որի ջանքերով եկավ այն պահը, որ մեր ժողովուրդը դարձավ աշխարհում առաջին պետականություն ունեցող, որպես քրիստոնեությունը պետականություն ունեցող ազգ։ Լուսավորչի տոնն է այսօր մեր մեծ հայրապետի, որի բարեխոսությունն այսօր հավաքվել ենք միասնաբար հայցելու նրանից, առաջի երթին մեր մեծ ընդհանրական ընտանիքի մեր եկեղեցու համար, մեր ազգի համար, մեր պետականության համար, և սրա համար է, որ մեկտեղում է հայ քրիստոնյան այս մեծ օրով, որպեսզի խնդրի մեր մեծ հայրապետի բարեխոսությունը։ Թող իրապես մեր ընդհանրական աղոթքը լսելի լինի և կարողանա ուժ կարողություն տալ, որպեսզի մեր այս ազգը, որ հավատաց Տիրոջը և հավատաց Տիրոջ խոսքին և զորությանը, և այսօր մի փոքր շեղված ընթացքի մեջ է կանգնած։ Բայց կգա ժամանակը, որ մեր հավատավոր ժողովրդի աղոթքով, լուսավորչի տեսիլքով այս ազգը ոտքի է կանգնել։ Եվ դրա մեջ որևիցե մեկ կասկած չկա։ Հայկ Նահապետի դրված հավատքը խաթարվեց որոշակի ժամանակահատված, բայց եկավ լուսավորիչը և այդ հավատքի մեջ նորից վերականգնվեց մեր ազգը։ Անցավ նրանից հետո սերունդներ, նորից տեսնում ենք, որ խաթարվում է, մի փոքր թերանում ենք, բայց կգա նորից լուսավորչի տեսիլքը և նրա բարեխոսությունը, որ նորից եմ ասում մեր ազգը, սիրելի հավատացյալները նորից իր ճշմարիտ ուղու վրա կգան։ Առաքելական սերներ ցանվել էին Հայաստանում, հայոց հողում, որոնք աճեցին և ծլարձակեցին լուսավորչի օր, որը որ հավատաց Տիրոջ խոսքին, անսած և Սուրբ Հոգով լսված, որովհետև որևիցե մեկ Տիրոջ ծառայի կյանքը հեշտ ու հանգիստ չէ, որովհետև ավետարանն ասում է, այդ խաչի ճանապարհն է, որ ընտրում է մեր հայ հոգևորականը և ընտրել են ժամանակին մեր սուրբերը, որովհետև ուրացել են իրենց անձը, ուրացել են ամեն ինչ և գնացել են իրենց կյանքը դնելով ամբողջ այս երկրի զոհասեղանին, որպեսզի կարողանան այս ազգին առաջնորդողը լինեն։ Ճշմարիտ Տիրոջ խոսքի համաձայն, այն որ ասում է այսօր Պողոս առաքյալը իր թղթի մեջ ասում է Տիրոջ համար, հավատքը ինձ համար այն կյանքն է, որ ապրելու եմ Տիրոջով, և մահը, որ ինձ համար պատրաստված է, նույնիսկ պատրաստ եմ նրա համար իմ կյանքը դնելու։ Եվ այսպես քրիստոնյան պետք է իր ամբողջ կյանքն ապրի, որովհետև այս կյանքը ուղղելիչ դրված է մեզ համար։ Զոհաբերություն, ազնազոհություն, և այս եղավ լուսավորիչ մեր հայրապետը, որ կարող էր արքունական մեկ կյանքի մեջ ապրել իր կյանքը, մնացած կյանքը կարող էր ապրել, բայց գիտակցեց, որ ինքն առաքելություն ունի, այն առաքելությունը, որ պետք է առաջին հերթին իր նախնիների կատարած մեղքը քավել և նաև այս ազգին դարձի ճանապարհը, այս ազգին ուղղակի դարձի ճանապարհը ստանալ։ Եվ այդ մեծ առաքելությունը ստանձնեց մեր լուսավորիչ հայրապետը։ Եկավ, խոնարհությունը բերեց, ծառայեց թագավորին, ծառայեց իրապես, ծառայեց թագավորին, որի ժամանակ պատմությունը լրիվ լավ գիտեք ինձանից, առավել,
որովհետև այսօրվա մեր ժողովուրդը կարելի ասել տեղեկատվական դաշտում ավելի շատ է ինֆորմացված։ Բայց այս ինֆորմացիան, այն տեղեկատվությունը, որ ունի, այդ չի դարձնում իր համար կյանքի փորձառություն։ Թե ինչպես այս մարդը եկավ եւ գնաց ինքնազոհության, ինքնախարանման, այդ մեծ ճանապարհն ընտրեց, որովհետեւ Տիրոջ խոսքը սա էր. պետք է վերցնեք ձեր խաչը ու գաք ինձ հետևից։ Եվ ով որ իր անձը, ասում է, չխոնարհեցնի, չի բարձրանա։ Եվ այս կերպ առաջնորդվեց մեր հայրապետը։ Եկավ իր ծառայությունը բերեց թագավորին, եւ թագավորի արդեն երբ որ իմացավ, թե ում որդին է, ժամանակին իր ծնողն ինչ արել, եւ ինչ հավատքի մեջ է, բերեց եւ բանտարկություն դրեց։ Կարելի ասել մեր հայոց ազգի համար այսօրը խորհրդանշական է, սիրելի հավատացյալներ։ Ինչ առումով, դեռ այսօրվանից է, որ սկսվելու է քրիստոնեության արմատավորումը մեր համայն հայոց աշխարհում։ Որտեւ Տերը, եթե Տիրոջ խոսքի համաձայն լուսավորիչը չգնար այս մեծ գայլի, չգնար ինքնազոհության, չգնար եւ չբանտարկվեր, այնտեղից դուրս չգար, այս ազգը դարձի չէր գա։ Մեկը պետք է լիներ, որ այս ազգին դարձի։ Եվ այդ ազգին դարձի բերողը եղավ մեր լուսավորիչ հայրապետը, որի որ այսօր նորից եմ ասում, միասնաբար եկել եք նրա բարեխոսությունը խնդրել։ Բոլոր Հայաստանի տարբեր տեղերից ուխտավորներ ունենք մեր լուսավորիչ եկեղեցիներում եւ խոր վիրապում, որը որ մեզ համար, Հայաստանից համար կարելի է ասել մեր քրիստոնյա աշխարհի համար շատ կարևոր է, որպես սրբավայր, սրբատեղի, ուխտատեղի, բայց մեր այսօր շատ ուրախալի է, որ մեր հավատացյալների մի խումբ գտնվեցին, ովքեր որ թողեցին այնտեղ եւ եկան ու միացան այստեղ այս փոքր մեր Գրիգոր Լուսավորիչ անվան եկեղեցում, անվանադիր եկեղեցում իրենց ուխտի պատարագին մասնակցելու եւ իրենց աղոթքը մեր աղոթքին միացնելու եւ ավելի զորավոր դարձնելու այս ամենով։ Այնպես որ սիրելի հավատացյալներ, մեր սուրբերի բարեխոսությունը եւ առավել եւս մեր լուսավորչի բարեխոսությունը թող լինի մեր ժողովրդի հետ։ Մեզ դա կյանքի իրական ճանապարհը ուղենիշը դարձնելու, որովհետև այս սուրբերի բարեխոսությամբ է, որ ժամանակին ապրել է հայ ժողովուրդը, նրանց խոսքին խարսվելով, Տիրոջ խոսքը լսելով եւ սրբերի բարքն ու կենցաղը մեր մեջ ունենալով մենք պետք է իրապես հասկանանք մեկ բան, որ ազնազոհությունը քրիստոնյայի կյանքում միշտ է եղել է։ Եվ դրանով շահախված է, որ մեր եկեղեցին կայուն է մնացել։ Անխախտ այսօր էլ կա ու կլինի, այնքանով իշքան, որ նրան հետևող քրիստոնյաները հետևելու են իրենց նախնիների, իրենց սուրբերին, եւ նրանց կյանքը իրենց համար ուղենիշ է ունենալ։ Եվ եթե այսպիսի մարդկանց օրինակները չունենային, 1930-ական թվականներին, երբ որ սկսվեց եկեղեցու մեծ հալածանքները, եւ այդ ժամանակ էլ մեծ սրբադասվեցին, շատ մարդիկ սրբադասվեցին, թեև մեր եկեղեցում դեռ այդ գործընթացը չի գնացել, չեն հայտնվել այն մարդկանց ցուցակները, որոնց պետք է իրապես նրանց կյանքը, այն որ գնացին ու նահատակվեցին մեր հայ հոգևորականները, դեռ ժամանակը կա, որ նրանց էլ սրբադասվեն, բայց ռուս ուղղափառ եկեղեցում արդեն անուններ հայտնի են, որոնք որ այդ տարիներին իրապես գնացին ազնազոհության, գնացին, որպեսզի իրենց անձը դնելով, իրենց անձը կորցնելով կարողանային եկեղեցին ամուր պահել, իրենց հավատքը չկորցրեցին, Տիրոջ խոսքը չգցեցին գետին, այլ վեր բարձրացրեցին իրենց ապրած կյանքով։ Այնպես որ ժամանակն է, սիրելի հավատացյալներ, որ մենք էլ իրապես մեր կյանքը կարողանանք ապրել այս սուրբերի բարեխոսությանը նայելով, որ ինչպես իրենք իրենց անձը կորցրեցին, իրենց խաչը վերցրեցին եւ գնացին Տիրոջ հետևից, այդպես էլ մենք, ոչ միայն խոսքով, որ շատերս խոսում ենք ու խոսում ենք,
այն նաև մեր գործերով ապացուցենք, որ արժանի է այս երկիրը, արժանի է հայը, որ ունեցել է լուսավորիչի նման մեծ մարդիկ, ովքեր որ գնացել են ու հիմն են դրել այս եկեղեցու, եւ մենք էլ պարտավոր ենք նրանց օրինակը մեզ համար ունենալով այս եկեղեցին պայծառացնել, այս եկեղեցին շենացնել, ամուր պահել, կանգուն պահել ու փոխանցել մեր հաջորդ սերունդներին։ Թող Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը, մեր բոլոր սրբերի բարեխոսությունը, Տիրոջ ողորմությունը եւ Սուրբ Հոգու մխիթարությունը թող լինի մեր ժողովրդի հետ, մեր ազգի հետ, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։ Ամեն, փառավորվի Աստծո։ Համարձակածային բարբարով բանալս բերանս մեր, կարդալս քեզ երկնավոր